Անդո, մենք հենց այսպես ենք շփվելու, Անդո դույով, որովհետև հիշում ես մենք ոնց ենք ծանոթացել։ Չէ։ 20 տարի առաջ, 21, դու եւս երկու հոգի, Զորոն եւ Սաշը, մեր վերջի զանգի սցենարն եք գրում։ Չեմ հավատում, ինչ է, Չես հիշում։ լուրջ ես ասում։ Այդ որ դպրոցի մի հատ։ Հիշեցի, լավ, всё։ Դու մոռացել ես այդ, լավ։ Հա, փաստորեն մոռացել։ Բայց մենք հետո ենք Բայց այնուամենայնիվ ի սկզբանե բարևով ենք սկսում, կարծում եմ։ Բարև։ Ոնց ես։ Լավ։ Դեռ գրում ես սցենարներ վերջի զանգի եւ։ Չէ, նախ սկսենք նրանից, որ էնել ես չեմ գրել, Սաշն է գրել հիմնականում, եթե գնանք այդ տարիներ, ու մինչև հիմա էլ արդեն всё, այդ թվերից են կողմ էլ բան չենք արել, մենք բեմադրել ենք այն ժամանակ, հիմա էլ չենք անում, հիմա պարզապես որ հրավիրում են գնում են վարելու։ Օրինակ դիմացը վերջի զանգա ու արդեն 2-3 տեղ հրավեր ունեմ, համ երգելու, համ վարելու, համ էլ ոնց որ վերջի զանգի քեֆ, բայց որ զանգում ասում են սցենար գրի բան չեմ անում, էլ չեմ անում այդպես բան, որտեղ այն ժամանակը չեմ արել, նկատի ունեմ Սաշնը Զորոն էր արել։ Մենք հիմա Բաքում ենք, որտեղ գտնվում է նաև քո օֆիսը։ Այո։ Ինչ օֆիս է, ինչի դու օֆիս ունես։ Օֆիսը, որտեղ մտածում ենք ինչ կարելի է անել, հետագա պլանների մասին, չգիտեմ, այդ օֆիսը ժամանակի ընթացքում հեսա շատ շուտով փոխվելու է դառնա մեծ ստուդիա։ Ես բացում եմ թատերական ստուդիա, ինքը մեծանալու է, երկու սենյակի կա կողքը մեծանալու է դառնա ստուդիա, բայց մոտավորապես 3 տարի ես օֆիսը ունեմ եւ հիմնականում այն ներկայացումները, որ ստեղծվել են իմ ներկայացումները, հա, սկսած անդորագիր ներկայացումից, ամփորձանք գիշերը եւ մնացած այլ այն բաները, լիքը փորձեր այդտեղ ենք արել այդ սենյակում, գրել ենք, ջնջել ենք, մի խոսքով նկարահանման process-ն է այդտեղ լիքը եղել սիթքոմների, որ նկարել ենք, մի խոսքով այդ օֆիսը շատ հարմար է մեր օրը լիարժեք անցկացնելու համար։ Առավոտից հիմնականում ստեղ ենք լինում, այդտեղ քնում ենք, այդտեղ հաց ենք ուտում, այդտեղ հա, լավ։ Հա, ճիշտ է։ Այս շենքի բնակիչներ, բան, այդ անընդհատ գալ ուշադրությունը, ինչ կա, չկա, մի հատ մտնենք նայենք այդ վիճակները։ Ինքը ամենակարևոր բանը, որ ինքը շատ թաքնված վայր է, այդքան շատ։ Արդեն չէ։ Արդեն հա իմացան, բայց հասեն ստեղ կգրենք սա։ Բայց ամեն դեպքում այն շենքի բնակիչները իրականում բոլորն է գիտեն, որ այդտեղ մեր օֆիսն է, հա։ Ճիշտ է, ինքը մի քիչ փոքր է, բայց ժամանակի ընթացքում էլ եմ ասում, մեծանալու է ու բանը էլի, այտենց տարի մեծանում է, դառնա ստուդիա։ Շատ հետաքրքիր է ստուդիա դառնալու մանկական։ Այդ մանուկների հետ աշխատելն է, կասեմ, որտեղից է սկսել արդեն։ Դե ընթացիկ կասեմ, էլի ամեն ինչ։ Քանի անձրևը չի ուժեղացել, առաջարկում եմ ուղեկցես մեզ։ Ես էլ եմ առաջարկում գնանք համեստ, ոնց դու ասացիր, օֆիսը։ Մուտքը հիմնականում այն կողմից է, հա։ Այն, հա, փողոցի կողմից, հա, այսինքն մեքենաների կայանման տեղը այն կողմն է, իսկ այստեղ ոնց որ բակի հատվածն է, հիմա այստեղ մի քիչ ռեմոնտային աշխատանքներ, բայց իմ օֆիսը նայ եկեք։ Շատ լավ։ Սա առաջի դեպքն է, որ մենք գնացել ենք ինչ-որ մեկի աշխատասենյակ ու ինքը առաջարկել է ու թույլ է տվել, որ ես իր տեղը նստեմ։ Սա իմ բոլոր ընկերների նստելու տեղն է, որ իմ ընկերները գալիս են, սկսած արդեն քեզնից, իրանք իմ գլխի վրա կարևոր տեղ ունեն, նաև ունեն իմ աշխատասենյակին, աշխատասենյակում։ Բայց նաև ես ինչն եմ առաջ անգամ տեսնում, շատ աշխատասենյակներ եմ գնացել, ընդհանուր միջև նախարարներ եւ այլն, ոչ մեկի գլխավերևում իր անունը ոսկե տառերով գրած չէ։ Այս գրածը իմ տապանակարն է, ոնց որ վաղը միսը այդպես գրվել է 82 գիզների կողքը մնա ազատ, այն լինում է, չէ, գերեզմաններով, որ նկարը դնում են, որ սաղ չան են շատ, էլի հետագայում փողքը անում են արագ, թիվը գրում են, մահվան թիվը չեն գրում, ասես գիծ են անում ու սպասում են, երբ մեռնել այդ մարդը ինչ ահավոր է, չէ, գնում ես գերեզմաններ, տենում ես մարդը կա, բայց ոնց որ բանը։ Հիմա սա էլ եմ այդպես ուզում անել, էլի մտածում եմ այդպես անում։ Իսկ եթե լուրջ։ Իսկ եթե լուրջ որ տեղը բերեն ոնց չէ, պարզապես, չգիտեմ, երևի որպես գեղեցկություն էլի չեմ անում։ Դե իմ անունը ազգանունը շատ գեղեցիկ է, էլի գրվածն է, նայեք մի հատ sense համաչափսն սիմետրիա ունի, էլի ինքը իր։ Հասկացա, թե չէ, այտենց տարբերվելու համար չեմ ուզում։ Ինքը հետո այնպես բան տեղ է, նայեք, խուլ տեղ է, զգացիք, չէ՞ դուք տեղը։ Հա։ Ինքը շատ անցուդարձ չկա, հետո վարակույր կա, եթե աշխատում ենք նենց անենք չխանգարեն, վարակույրը փակում ենք, խանգարող հանգամանք չի։ Թեկուզ հարևանները անցնելով ուզում անցնի։ Ու ինչն է նման նաև Պաշտոնյաների սենյակին դրոշը։
Դրոշը մեզ նվերատվե ոնց են ասում օրվածիկ հա Սմբատը Հակոբյան, Լուսահոգի Սմբատը Հակոբյան, եթե չեմ սխալվում ինքը 90-ականներին Վազգեն Սարգսյանի փոխնախարարն է եղել, թե մի խոսքով մեծ պաշտոնյա է եղել, ինքն է նվեր տվել ու այս դրոշը ինչքան օֆիս փոխել եմ ես, ինքը պարտադիր ինձ հետ է եղել ու ամենակարևորը միշտ եթե ոչ շաբաթը մեկ, գոնե ամիսը մեկ իրան լվանում եմ, բերում էլի կախում եմ ստասիլում։ Շատ բավականին փոքր է քո սենյակը, հետաքրքիր է ինչա կատարվում այստեղ ու քանի հոգի է այստեղ հավաքվում միաժամանակ։ Այստեղ եղել է մոտավորապես մի 20 հոգի ենք հավաքվել, խմելու ակնկալիքով կանգնած վիճակում։ Բայց աշխատանքային ընթացքում 3-4-5 հոգի մաքսիմում, որովհետև այդքանից ավել չենք էլ հավաքվում գրելու կամ ջնջելու կամ չգիտեմ ինչ-որ բան պլանավորելու։ Հիմնականում որպես աշխատասենյակ ինքը օգտագործվում է 4-5 հոգու համար։ Այս գրատախտակից եք օգտվում։ Գրատախտակի վրա գրում ենք պլանները օրվա, հաջորդ օրվա եւ այդ տեսակ բաներ, ասենք ինչ պետք է նկարենք, ինչի հետ կապված պետք է նկարենք, այդ տիպի բաներն են գրում, որ չմոռանանք։ Հասկացա, այս տեցի կրուգի հետ կապված ինչ պլաններ են։ Ուր է։ Հա, տեցի կրուգի հետ կապված պետք է այնտեղ գրենք ինչ-որ բան նկարենք եւ եթե չեմ սխալվում նկարել ենք անգամ։ Պրոստը էսի դրական պլաններ են։ Հա, չէ, հումորային տեսանյութեր կամ իմ կարճ երգերը որ անում եմ, չգիտեմ, տեսած կլինես երևի, մի քանի վայրկյանոց երգերը որ անում եմ, դրանք ներառում են այդ երգի բաների մեջ փոխած հիմնականում այդպես բաներ է գրվում, որ հիշենք։ Սա մեր բոլոր ժամանակների, ոչ բոլոր ժամանակների սցենարներն է, կա մի 2-3 սցենար, որ դեռ չի օգտագործվել, այդտեղ դարակներում էլ կա։ Ձեռագիր են, վերևի։ Չէ, վերևինը այնօրը շատ խնդալու էր, որ քանի որ ճամբար ենք անում, այդ ճամբարի հետ կապված տեքստ գրեցինք, որ Արսենը Լևոնյան Ստորի տարբերակով մեզ ոնց որ օգտակար լինի, ինքը գրեց որ անգիվ սովորի, իր ձեռագիրն է Արսենի։ Հասկացա։ Հա, այստեղ, չէ, այստեղ դատակ թղթեր կան, այստեղ հիմնականում սցենարներն է, մի հատ շատ հետաքրքիր սցենար, երկու հատ շատ հետաքրքիր սցենար կա, որը դեռ չենք իրագործել, մեկը շոու տարբերակի մասին է, համ քաղաքական, համ ոչ քաղաքական հումորային շատ հետաքրքիր շոու է, դեռ չի ներառվել, հանդիսատեսը չի տեսել, այսինքն չկա դեռ։ Եվ մյուսը մանկական շատ հետաքրքիր ներկայացում, որը էլի պետք է անենք այստեղ, ու ասած դրել ենք, սպասում ենք երբ ենք իրականացնելու։ Մեկ էլ գրես ինչ նկատեցի, վաղուց չէի տեսել, այնտեղ VHS կասետներով ունես հայկական ամենադասական սկեչ խնդրեմ կտակ ցույց տամ, այո։ Սկեչ շոուները VHS-ով ուրեմն թույն կասետ, որը շատ վաղուց այդ թվականներից մինչև այսօր տանն էր, բերել եմ օֆիս, սենց ցուցադրել։ Բայց ունես նվագարկիչը։ Չէ, ուղղակի չունեմ, տանը ունեմ, բայց բնականաբար չենք օգտագործում, սա եթե չեմ սխալվում ուրիշ կասետն է։ Հա, այստեղ կարգին DVD 3, կհիշեք, չէ, այս բանը ժողովրդի։ Կարգին DVD։ Հատկապես երիտասարդները կհիշեն։ Այստեղ 7.5 ու ունեմ մի հատ դիսկ, հա, որը 2000, ասեմ ձեզ, 3 թվականից մինչև այսօր ինչքան գովազդային հոլովակներում նկարահանվել եմ, այդ բոլոր գովազդային հոլովակները այդ դիսկում կա, դա անգամ առաջին հոլովակից, որից աշխատեցի բավականին մեծ գումար, դա չգիտեմ կհիշեք թե չէ, որ կոմպյուտերի բանը սեղմում էին, ասում էին բանը դուրս եկավ, կոֆեի, չէ, ոնց է այդ ֆլոպի ինչ-որ կոֆեի պաստավկա էինք ասում հիշեցի, CD համար ապրես, առաջի գովազդային հոլովակս էր, որտեղ աշխատեցի կարգին ստուդիայի հետ համատեղ, առաջի գովազդս էր, աշխատեցի $50 2002 թե 3 թվականներին, շատ մեծ գումար էր այն ժամանակ ոնց։ Հա, ու դրանից հետո երկրորդ գովազդային հոլովակը եղել է բնականաբար մեր տարիքայինները բոլորը կհիշեն, եղել է բանը Սայլուտը դուրսը թե ներսը։ Հա, հիշեցիք։ Այո։ Այդտեղ աշխատել եմ $100։ Օֆիսը ոնց հա, ու օֆիսը ոնց է եղել, հասկացա։ Ոնց է ընդհանուր քո աշխատանքային օրվա process-ը, հա, մի քիչ դա հետաքրքիր, այսինքն գալի նստում ես սեղանի մոտ,
Սկսում ես գրել, ես անկեղծ ասեմ, այս սեղանի մոտ ես լուրջ եմ ասում, երևի թե օրվա մեջ մեկ անգամ նստեմ, թե չէ այդտեղ։ Որտեվ հիմնականում կամ ձիվանին եմ լինում, բազմոցին եմ լինում, կամ այստեղ ո՞նց ես գրում։ Նստած պարկած ես չեմ գրում։ Ընդհանրապես ոչ մի մտքերն եմ տալիս, ընկերներ ունենք, որոնք գրում են, իրանք են աշխատում գրել։ Ստեղ, բայց այս սենյակում։ Հա, հիմնականում ստեղ ենք անում, կամ եթե չէ դուրսը փողոցում որտեղ որ կանգնած ենք, այդտեղ սկամեկ կան մաքուր օդին, կամ բարձրանում ենք կասկադ վերևն ենք նստում են։ Մի խոսքով այս տարածքն հենց հետաքրքիր է, որ մտքեր այս տարածքից շատ է, տարածքում շատ է գալիս։ Ու քանի որ կասկադներ, նայում ես Երևանին ինչ որ բան է մտքով տանցում գրում ես, նայում ես այս պատերին հետաքրքիր լուծումներով, էլի է հետաքրքիր բան է մտքով տանցում ու սկսում ես գրել։ Մեկ էլ այս լուսանկարը Ուրեմն այս լուսանկարը իմ ամենը որ հանկարծ եթե չտեսնեն ով աստեղ նստում լուսանկարից հա այս չէ անկեղծ այնպես չստացվի էլի որ ես ինձ շատ եմ սիրում անկեղծ եմ ասում եւ միակ մարդն եմ որ ինձ չեմ սիրում եմ իմ այս կյանքում լիարցվում եմ չէ ես լուրջ բան եմ ասում հիմա կբացատրեմ ուրեմն այս լուսանկարը իմ ամենասիրելի լուսանկարներից է սա նկարահանվել է 2000 նկարվել է 2005 թե 6 թվականին իզեն ներկայացման ընթացքում կամերային թատրոնի ու հենց այս կերպարն է ու իրան շատ նմանացնում եմ Լեոնիդ Ենգիբարյանի նկարին ես անկեղծ ես եմ նմանացնում ահա շատ նմանացնում եմ կերպարին այդ տեսակին ու դրա համար այս նկարը շատ եմ սիրել ու իրան տենց բարբերաբար նվեր է իմիջիայլոց այս նկարը ընկերների կողմից ու այս նկարից նույնպես ունեմ տանը էլի բայց տանինը ձեռով նկարած նկար է էլի շատ գեղեցիկ ու էլի տանը պատին փակցված իսկ դերասանական ունակություններով քեզ նմանացնում ես իրան Լեոնիդ Ենգիբարյանը բնականաբար չէ, բայց մի հատ տրյուկ ունի ինքը, որ ես էլ եմ շատ վարպետորեն անում, անկեղծ ասեմ, այն շորերը որ հագնում են։ Հա, անում ես գլխարկով բան։ Այո, անում եմ։ Գլխարկ ժիլետ, չէ՞։ Գլխարկ ժիլետ եւ ձեռնափայտ։ Ձեռնափայտ, հա։ Մի վարքյան գլխարկ ժիլետ Հա, եւ ձեռնափայտը ու չէ, ու շարֆը։ Իրանց հետ նաեւ շարֆը, եթե գիշեր Armenia TV-ով կար աստղերը կրկեսում հաղորդաշարը հենց այդ ժամանակ փորձեցի եւ ստացվեց երկար ժամանակ անում էի այդ պրոյեկտի շրջանակներում երևի թե միայն այդ նմանությունը այդ կարճը թե չէ ես Լեոնիդ Ենգիբարյանը աշխարհի արչակ Երբ ես հասցնում նկարը հանվել, քո պատմածով դու առավոտից երեկո այստեղ ես, օֆիսում ես։ Չէ, իրականում այստեղ չեմ, նկարը հանվել կամ ներկայացումները շատ են իրականում ու այսպես ասեմ, էլի պլաններում շատ կա, բայց ամառվա այս ընթացքը ես Երևանում անգամ չեմ լինում, որովհետև նկարահանումները անգամ ստոպ եմ տալիս, եթե ինչ-որ բան է լինում, պայմանավորվածություն է լինում, որ ամառը պետք է ինչ-որ սիթքոմ կամ չգիտեմ ինչ նկարահանվի, այդ նկարահանումները ասած ես, որ գրվում է, դա հեռախոսի նկարահանման process-ներ է, դրանք օրվա մեջ կարողանում եմ անել։ Իսկ ասենք եթե երկարատև նկարահանումներ սիթքոմ ասված կամ ինչ-որ գեղարվեստական ֆիլմ, փորձում եմ հնարավորինս այնպես անել, որ ամառները չլինի, որովհետև դա խանգարում է մի հատ այլ աշխատանքի, որը կապված է երեխաների հետ, ճամբար։ Ու հիմնականում Երևանում չեմ լինում, լինում եմ Դիլիջանում, քանի որ ճամբարը Դիլիջանում ենք անում, լինում եմ այնտեղ։ Ու այս օֆիսը երևի ամսվա մեջ այդ ընթացքում լույսի գումար մուծում եմ 300-400 դրամ։ Որտեղ ստեղ չեմ լինում, մի հատ սալոնն է աշխատում, մի հատ այն կուլերն է աշխատում ու ստեղ չեմ լինում հիմնականում։ Հիմա որ դուք սա միացրեցիք, ահագին գումար է գալու։ Ես կհասկանանք լավ ինչ անենք։ Այդ կմոնետիզացնենք, միցավ։ Ուղղակի վզնոցը աչքին գնով։ Վզնոցը ոնց որ դու չէիր ուզում ինքը երևար, բայց չէ, ինքը ինձ նվեր տալուց հետո այս վզնոցը հիմնականում վրաս է, չեմ հանում երբեք։ Քավորի կողմից է նվերը եւ հետաքրքիր բան ասեմ, այս նվերից այս տիպի բան ունեն երկու մարդ, ես եւ Միխայել Գալստյանը, ոնց են ասում։ Միշա Գալստյանը, այո, կատակ կերպում։ Պարզապես իմի վրա որ սես նայեք տարերով գրված է ԱՀ Հա, Իրանն է ՄԳ ենթադրում եմ։ Իսկ հանդիպել եք իրար այդ վզնոցներով sense։ Չէ, վզնոցներով չենք կռված, թե, բայց երկուսով դե բնականաբար տեսել ենք, որ երկուսից վրա են նույնն է, պարզապես անվան տարերն է տարբեր։ Ինքը սպիտակ ոսկի է,
Շատ հետաքրքիր բան է, մի խոսքով սրանից երկուսը ունեն աշխարհում, ես եւ Միշը։ Հասկացա, Marvel-ի թիմը ոնց որ հավաքվում բանով կա։ Քո գործունեության հետ կապված շատ տարբեր ընկալումներ կան հանրության մեջ քո մասին։ Ես կուզեի մասնագիտականին անդրադառնանք մի քիչ։ Քեզ ընկալում եմ որպես կատակերգու։ Դու հիմա էլ կոմֆորտ ես դրա հետ, թե կուզեիր օրինակ Գենգիբարանից էլ խոսեցինք, փոխես մի քիչ ամպլուա։ Չէ, իրականում Գենգիբարանն է այնպես չի որ կատակերգու չի եղել, կատակերգու է եղել։ Բայց դրաման դե նայեք, նույն Մեհեր Մկրտչյանը ինքը կատակերգու է եղել, բայց ինքը այն լուրջ դերերը ոնց են ասում խզարել է։ Իսկ կոմոդ Հա, իրականում իմ մոտ էլ է դա ստացվում, օրինակ ես միշտ այս հարցի շուրջ, այս ճռճռումը բանը Այս հարցի շուրջ միշտ անդրադառնում եմ ու այն տեսանկյունից որ կա մի ներկայացում ինքը կատակերգություն է, բայց ինքը իր լրջությամբ այնքան հետաքրքիր է, որ դու չես հասկանում ինքը կատակերգություն է թե լուրջ։ Դա Նազար միջև վերջ ներկայացումներ կամերային թատրոնի այդ ներկայացումը իմ համար ամենան է։ Ինքը կատակերգություն է, բայց ես նրան նենց եմ մատուցել, որ վերջում բնականաբար հուզված լացելով հանդիսատեսը դուրս է գալիս, բայց ես կուզեմ իրականում խաղամ շատ լուրջ կերպար, որը որ չգիտեմ վստահության ռեժիսորների կողմից վստահության կամ պրոդյուսերների կողմից վստահության առիթ չի հանդիսացել մինչև այսօր, բայց հուսով եմ մի օր անպայման դա էլ կլինի, որովհետև գնալով քանի մեծանում ես, այնքան մտածում ես մի փոքր ավելի լրջացնես քո դերը, կենցաղը, նիստուկացը, նայեք ամեն անգամ ինչ-որ մեկին տեսնելուց, որ բարև եմ տալիս անունս ասում են, հա դե լավ խես անունդ ասում գիտենք, որ ժպտում են, ինքնաբերաբար դու էլ ես սկսում ժպտալ ու չես կարող լրջանաս։ Ասենք որ մի օր մեկը ասի բարև ձեզ Անդո ջան, ասում բարև ձեզ, լուրջ է, չէ՞, արդեն ստացվում է։ Դե հիմա նույնիսկ այս մեր ֆորմատը չի ստացվում միջև լուրջ, հա, տեսնեք, խոսում ենք ինքը արդեն քեզնից է։ Դե հա դրա համար պրոդյուսերները չեն վստահում, դրա համար ռեժիսորներն ու պրոդյուսերները կարծում եմ չեն վստահում, բայց հուսով եմ վստահության առիթ թե ես այնպես կանեմ, որ այդ մարդկանց մոտ կլինի մի հատ շատ հետաքրքիր կերպար, թե թատրոնում, թե կինոյում կվստահեն ինձ անպայման։ Տարբեր հայկական կատակերգություններից եւ անից խոսեցինք, պատկերացրու այլ մոլորակայիններ առաջի անգամ եկել են Հայաստան, ասում են ինձ բացատրի Անդո ջան, հայկական հումորը որն է, ինչ նայենք, որ հասկանանք ինչ է հայկական հումոր, ինչ ֆիլմ խորհուրդ կտաս հայկականներից։ Հա, հայկական ֆիլմ, հա, հումորային թե առասարակ։ Հումորային, որ հասկանան հայկական հումորի էությունը։ Դե երևի թե հիմիկվա այս դուրս եկած հումորային ֆիլմերի մասին այդքան բան չեմ ասի, այնպես չի որ ես խաղացել եմ մեջը դրա համար եմ դա ասում, անկեղծ եմ ասում ես։ Սուպեր մաման խորհուրդ կտայի նայեին։ Այդ ինքը քո համար այսպես հայկական հումորի։ Չեմ ուզում ասեմ հումորի պանավերջն է, բայց ամեն դեպքում վերջի տարիների ամենահետաքրքիր բանը անպայման խորհուրդ կտամ նայեն Մեծ պատմություն փոքր քաղաքում, շատ հրաշալի ֆիլմ է, Գորի մյուս ֆիլմը, որը կորած մոլորված է։ Հա։ Հետաքրքիր է, որ հիմնական որ մարդկանց հարցում ես հայկական ֆիլմ, հիմնական սովետական շրջանի ինչ որ դասական ֆիլմեր են ասում, դու բոլորը ասիր անկախ Հայաստանի։ Նայեք, եթե հումորային, ես չգիտեմ, ընկալենք որպես այդպեսին հումորային մենք ենք մեր սայրը, խենթանում եմ այդ ֆիլմի համար։ Ընկալենք որպես հումորային։ Չէ, բայց իմ համար դա բանն է, պիկն է։ Այսպես ասեմ, մենք ենք մեր սարերը, որ անվերջանալի կարելի է նայել ու ամեն անգամ ինչ-որ մի հատ հետաքրքիր բան գտնել այդ ֆիլմի մեջ։ Ու կստացի նայում եմ, ես ամիսը, եթե ոչ երկու ամիսը մի անգամ անկեղծ եմ ասում նայում եմ այդ ֆիլմը։ Ու ամեն անգամ ինչ-որ մի նոր բան գտնում եմ այդ ֆիլմում։ Մեկ էլ ստեղ նկատում եմ IS Ինչի համար է ստացել, թե դու չես ստացել։ Չէ, սա մերն է, մենք ունենք YouTube-ի ալիք, ասենց ցույց տամ, ստացել ենք սա արծաթե, ոնց են ասում, սրան հենց արծաթե կոճակ, հա, երևի, հա, 100,000 եւ ավելից սկսում են տալ, մերը 100,000-ն է։ Հա, ճիշտ ասեցի։ Իսկ բացի սրանից ինչ-որ բան տալիս են, էլի, չգիտեմ, ինչ-որ գումար կամ Չէ, այդ եթե չեմ սխալում միլիոնից սկսվում է բանը, ոսկին են տալիս։ Կոչվում Made in Armenia, մեր YouTube-յան ալիքը, այդտեղ հիմնականում իմ վիդեոներն է, կարճ վիդեոներն է, այս երկար երգեր, բաներ, այս տեսակ բաներ, սա այդպես YouTube-ը տվեց։
ու շատ հաճելի բան է։ Իրականում սա այնտեղ էր, չգիտեմ ոնց հայտնվեց այդտեղ, բայց ես էլ չգիտեմ, ես զգում եմ որ նստած էի չկա։ Շատ ապալի տանում եմ։ Հա, չէ, իրականում այդ ասեմ ինչի, երեք եմ դրել այդտեղ, մարկետի դրեցի այդտեղ։ Հասկացա։ Մոռացա այդտեղ։ YouTube-ի մոնետիզացիայի հետ կապված, օրինակ, ըստ քեզ դա շատ կազդի հայկական մեդիայի փոփոխության վրա, այսինքն իհարկե շատ կազդի, պրոստը հիմա չգիտեմ ինչու բան է, այտեն շատ ենք նեղվում բոլորս, որ ինչ որ նայում ենք, վարկյանում ենք, ինչ որ մտնում, հա, բայց այնուամենայնիվ այն ինչը որ մենք ունենք YouTube-ը ունեցել ենք, մի հատ ուրիշ YouTube-ի ալիք է ունեինք, դա վաճառեցինք, YouTube-ից անկեղծ կասեմ, շատ գումարներ ենք հանել, շատ։ Հա։ Օրինակ հիշեք Լեդզի Կաբուլեցի երգը, որը որ շատ արագ տարածում ունեցավ ու հիմա եթե չեմ սխալվում ունի 70 թե 80 միլիոն դիտում, այդ երգից միայն այդ երգից մոտավորապես 20-ից 30,000 դոլար գումար ենք հանել։ Բայց այդ սկզբում այդ 20 միլիոն էր դեռ դիտումներ։ Մի րոպե, այդ որ թվերին նաև դոլարի որ փոխարժեքով 18 թե 19 թվականին արեցինք այդ երգը։ Ու այդքան գումար ենք հանել, բայց քանի որ այնքան շատ մարդեր ներգրաված այդ երկի մեջ, այդ գումարից այդքան բան չհասկացանք, էլի։ Նկատում եմ, բայց գալիս է ինքը, շատ գալիս է։ Հիմա որ հայկականը մոնետիզացրել են, կարծում եմ հիմա ավելի լավ կլինի ու ավելի շատ գումարներ կարողանան աշխատել յութուբերները։ Դու նաև որպես հեռուստատեսությունում աշխատած մարդ տեսնում ես, որ հիմա YouTube-ը սենց հեռուստատեսությանը հաղթում է։ Իհարկե։ Հա։ Հա։ Ասեմ ինչի, որովհետև թե տան պայմաններում, թե փողոցում, թե մենք մեր բջջայինների մեջ ենք ամբողջ օրը եւ նայում ենք YouTube-ում դրված կամ ինչ-որ համացանցում դրված ինչ-որ նյութեր։ Հեռուստացույց ես վերջին անգամ տանը չեմ հիշում երբեք նայել։ Տանը եթե կա միացած հեռուստացույց, ուրեմն մուլտիկա երեխաների համար։ Հա։ Որպես այդպիսին հայկական հեռուստաալիքներ, չգիտեմ երբեք նայել անկեղծ, անգամ եթե մեր սիտկոմներն է գնում, ես նայում եմ YouTube-ով։ Հա, բայց հանրային ինչքան գիտեմ նայում ես, դու միշտ ասում ես որ հանրային նայում ես ու մեր այս հաղորդումը Հա, նայում եմ, անկեղծ լուրջ եմ ասում, նայում եմ, համ բանում եմ նայում TV-ով, որ աչքիս ընկնում է, բայց TV-ն տենց շատ քիչ, բայց հիմնականում նայում եմ բանով, հեռախոսով։ Ու քո էջով, իմիջիալից ասեմ, ու քո էջին էլ հետևում եմ, խափեցի չեմ հետևում։ Ճիշտ է, բայց ես քեզ հետևում եմ։ Չեմ հետևում, խափեցի։ Հետևի ու շարունակենք։ Մեկ վարքան, չեմ հավատում։ Ինքը հետևում է, ես ոչ։ Այո։ Հողերս գլխիս, հետևեցի։ Ընտիր։ Բայց մի քանի անգամ հիշում ես, որ քեզ գրել եմ քո կոնտենտի համար, գրել ես, Տիգրան Ժամկոչյանի հետ կապված, խենթանում եմ այդ երգի համար ու ապրես, որ դու այդ հին բաները դες առաջ։ Շնորհակալություն։ Անդոш, շատ շնորհակալություն նախ առաջի անգամ այս հնարավորությունը տրամադրելու համար, երբ որ ես նստած եմ մեր հաղորդման հերոսի տեղում։ Եվ շատ հետաքրքիր զրույցի համար ու պիկ ասեցի, այսպես վերջում ունես կարիերայի պիկ քո համար նախատեսած, այսինքն որ մի հատ երազանքի դեր կամ մի հատ երազանքի պրոյեկտ, որ դա անես ու ասես, այ կարելի է հանգստանալ մի տարի։ Անկեղծ կլինեմ, չէ, որովհետև սկսած ամենափոքր կարճ պուճուրիկ դերերից սկսած, ինձ որ առաջարկում են թատրոնում, չեմ հրաժարվել երբեք ու միջև մահ ինձ թվում է չեմ հրաժարվի ոչ մի կերպարից։ Ես անկեղծ եմ ասում ու ամեն անգամ որպես պիկ այդպեսին չեմ ընկալել։ Երազած կերպար էլ չկա, հա, որ անկեղծ չէ։ Երդվում եմ, չէ։ Հա։ Երազած ռեժիսորում մոտ լավ չես նկարվել, կնկարվեիր։ Չէ։ Հոլիվուդում էլ չէ, անկեղծ չէ, կանչենք կնկարվենք, չէ, հոսով լակոտ չենք։ Կանչենք կնկարվենք, թող իրենք երազեն իմ հետ աշխատեն, ես ինչի պետք է երազեմ, մայր ջան, ես չեմ դու ես աղբերական ասա, էլի խնդրում եմ։ Դες էլ ուզում եմ լսել։ Հա, չէ, իրականում չէ, չունեմ ինչ-որ տես երազանք։ Իմ համար այսօր Հայաստանում կոմեդիան նկարող, անկեղծ, էդ էլ անկեղծ կլինեմ, Արման Նամարության, որ մեկի գոռը։ Հա։ Որ այդ տեսակ հայկական հետաքրքիր ֆիլմեր է նկարում, Արմանը Մարուսյան եւ Գոռը։ Գոռի հետ մի անգամ եմ աշխատել, Արմանի հետ շատ երկար եմ աշխատել, ու սենց ասեմ, մնաց ռեժիսոր չկա էլի, որ երազեմ, անկեղծ չէ։ Շատ շնորհակալ, թող իրանք երազեն իմ հետ աշխատել։ Շատ շնորհակալություն։ Всё այսքանն էր։ Ես գիտեմ ցավոտ ալնելու, բան ալնելու։ Всё լավ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն ձեզ։ Ձեր դիտողներին, մաղթում եմ հրաշալի օր, լավ տարի ու աշխարհի ամենալավ բաները մեր հայ ազգին։